Ողջույն, այս հոլովակը ավտոմատ կյանքի մասին վերջի մասն է։ Ինչպես ապրել վայելելով կյանքը։ Իմ տարբերակն է՝ ապրել գիտակցված։ Գիտակցությունը մեզ տրված է որպես հնարավորություն եւ գործիք։ Այսպես օրինակ մարդուն տրված է քայլելը, բայց նա սովորում է դա անել։ Հակառակ դեպքում երբեք չի քայլի։ Ինչպես է փոքր երեխան կամաց բռնվելով, ընկնելով սովորում քայլել։ Նույն կերպ էլ հասուն մարդը, սկսած ամենափոքր սովորական ընթացքներից կարող է սովորել լինել գիտակից, հասկանալ ինչու է անում։ Նաև պահել իր գիտակցությունը ընթացների մեջ, այն, ինչ կոչվում է հոսքի վիճակ կամ այստեղ եւ հիմա։ Երբեմն նաև ինքնաբուխ ենք հայտնվում ընթացքի մեջ, երբ ժամանակը կարծես անհայտանում է։ Օրինակ, երբ անում ենք այն, ինչ սիրում ենք անել, սիրելի մարդկանց հետ շփվելը, սիրելի գործով զբաղվելը, ուտելիք պատրաստելը, նկարելը, պարելը, ինչ-որ բան ստեղծելը եւ այլն։ Այդ ժամանակ մեր համակ ուշադրությունը ընթացքի մեջ է, կարծես ամբողջությամբ այդտեղ լինի։ Մենք խոսում ենք, տեսնում ենք, լսում ենք, մտածում ենք, վերապրում ենք այն, ինչ կատարվում է տվյալ պահին։ Գուցե պատճառը, որ սիրում ենք այդ զբաղմունքը հենց դա է, կարծես ապրենք այդ պահերին լիովին, լիարժեք։ Իհարկե, մեխանիկապես գործելը նույնպես անհրաժեշտ է մեր կյանքում, բայց գուցե որոշողը մենք լինենք հոսքագծի վրա դրված ավտոմատ ակամա կյանքով ապրելու վերաբերյալ։ Առայժմ